Գենդերային բռնության դեմ պայքարի միջազգային փորձն են ուսումնասիրում հայ դատավորները։ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի կողմից իրականացվող գենդերային արդարադատության հերթական ակադեմիան նվիրված է դատավորների որպես դեպքերի հետ առնչվող վերջին օղակի խնդիրներին և մարտահրավերներին։ Դատավորների դասընթացը հենց ձևավորվել է դատավորների առաջարկությունների հիման վրա, նրանք ինչ խնդիրներ են տեսնում եւ ինչ լուծումներ են ցանկանում տեսնել ապագայում։ Շատ կարեւոր է նաեւ իրենց հետ կազմակերպել նման դասընթացներ, որպեսզի հասկանանք Հայաստանում ինչ խնդիրներ ունենք։ Ընտանեկան բռնության դեմ պայքարի նիդերլանդական փորձն է ներկայացնում հայ ազգի դատախազ Տիգրան Սարյանը։ Արդեն 40 տարի գենդերային բռնության դեմ պայքարող այդ երկրում տարեկան դեռ 40-ից 50 մահվան դեպք է արձանագրվում։ Նրա խոսքով խնդիրն առկա է ամենուր, իսկ լուծման համար անհրաժեշտ են ժամանակ, գիտելիքներ եւ հստակ մոտեցումներ։ Որպես դեպքերին առնչվող վերջին օղակ, դատավորները հաճախ բախվում են ոչ բավարար փաստեր ունենալու խնդրին։ Սա խոսում է այն մասին, որ դեպքերը քննող առաջին օղակների աշխատանքը լիարժեք չի եղել։ Ոլորտի բոլոր մասնագետները պետք է կրթվեն խնդիրը խորությամբ հասկանալու եւ դրա մասին բարձրաձայնելու համար։ Գենդերային արդարադատության ակադեմիաներն իրականացվում են Նիդերլանդների թագավորության աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է բռնությունների դեպքերին և զոհերին առնչվող պետական մարմինների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնագիտական հզորացմանը։ Մենք հաջողությամբ իրականացնեցինք 100 ոստիկանների վերապատրաստում, 50 դատախազների, ունեցանք հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ վերապատրաստումներ, այսօր մեզ մոտ դատավորների խումբն է։ Մենք մեծական կալիքներ ունենք, որովհետև ցավոք սրտի խնդիրը առկա է, հատկապես մարզերում։ Եվ մենք կարծում ենք, որ մեր ծրագրի արդյունքում մեր հարգելի դատավորները, դատախազները իրանք կտեսնեն արդեն ինչ է կատարվում և կկարողանան խնդիրին ավելի իրազեկ լուծում տալ։ Ակադեմիայի մասնակից դատավորները ներկայացնում են նաև իրենց փորձը, բարձրացնում ընտանեկան բռնությունների դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր, հանդես գալիս առաջարկություններով։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։